Հայաստանի Հանրապետությունը ցանկություն ունի ոչ միայն անվտանգության սպառող լինել, այլև աջակցել այն անվտանգային գործընթացներին, որոնք իրականացնում են եվրոպացի գործընկերները։ Ազգային ժողովի արտահերթ նիստում 2025 թվականի հունիսի 30-ին ստորագրված Հայաստանի եւ Եվրոպական միության միջև ճգնաժամային կառավարման գործողություններում մեր երկրի մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը ներկայացնելիս նշեց արտաքին գործերի փոխնախարարը Վահան Կոստանյանը ներկայացրեց, առաքելությունն իրականացվում է կամ ՄԱԿ անվտանգության խորհրդի որոշումներով կամ հրավեր է լինում պետություններից Եվրամիության առաքելություն հյուրընկալելու համար, ինչպես տեղի ունեցել Հայաստանի դեպքում։ Ոչ միայն Կանադան, այլ նաև ԵՄ անդամ հանդիսացող այլ պետություններ նույնպես կան, որոնք նմանօրինակ համաձայնագրեր ունեն Եվրոպական միության հետ, այդպիսիք են Շվեյցարիան, Նորվեգիան եւ այլ պետություններ։ Հայաստանը հրավիրեց Եվրոպական միությանը քաղաքացիական առաքելություն ուղարկել, որից հետո բանակցվեց մանդատը այս երկու կարգավորումների ուժերի եւ առաքելության վերաբերյալ, ապա տեղակայվեց եւ դրանից հետո նաեւ յուրաքանչյուր ԵՄ ոչ անդամ երկրի պարագայում ադհոկ որոշումներ կայացվեցին դրանց ներգրավման հետ կապված։ Նույն կերպ, եթե այլ երկրներում առաքելություն տեղակայելու անհրաժեշտություն լինի, Հայաստանն ինքն է որոշելու մասնակցության հարցը։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը այն կարծիքին է, որ այս համաձայնագրի վավերացմամբ մենք հնարավորություն ենք ստանում մեր երկրի ինստիտուցիոնալ կարողությունները զարգացնելու համատեքստում ոչ միայն շնորհակալություն հայտնել Եվրամիությանը, այլև մասնակցել իրենց առաքելություններին։ Ճգնաժամային իրավիճակներում պատկերացում կա, թե ինչպիսի ուժեր են մեկնելու առաքելություն իրականացնելու, հետաքրքրվեց ընդդիմադիր падգամավոր Գեգամ Մանուկյանը։ Դա արդեն ամեն պետության որոշելիքն է, տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետության, դա գործադիր մարմինը արդեն կորոշի եւ իրենք ավելի լավ, այսինքն նախարարությունները, եթե տվյալ դեպքում լիազոր մարմինը ներքին գործերի նախարարությունը, իրենք կորոշեն, թե ինչ ձևաչափով մասնակցել զինաթափման գործողությունների, ռազմական մարդասիրական, փրկարարական, ռազմական խորհրդատվության, հակամարտության կանխարգելման, խաղաղապահ գործողություններ, ճգնաժամերի կառավարման շրջանակում մարտական ուժերի առաջադրանքներ եւ այլն։ Պարբերաբար Նիկոլ Փաշինյանի կողմից հնչում է մի արտահայտություն, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից դուրս որևէ գործողություն չեն իրականացնելու։ Ամեն խոսք ունենում է կոնտեքստ, ասված վերաբերելի մի որոշակի երևույթի, հա, եթե դուք կոնտեքստից խոսքերը միշտ կտրեք, այլ կոնտեքստի վերադնեք, դա չի աշխատի։ Ինձ թվում է հասկանալի է, թե վարչապետը ինչի մասին է խոսել։ Բնականաբար վարչապետը չէր կարող նկատի ունենալ, որ օրինակ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդով հաստատված, այսինքն միջազգային լեգիտիմություն ունեցող որևէ առաքելության ՄԱԿ-ի անդամ պետությունը չի կարող մասնակցություն ունենալ։ Ռազմական առաքելության ժամանակ Հայաստանի խորհրդարանը քննարկելու է հարցերը, թե ոչ, հետաքրքրվեց Արծվիկ Մինասյանը։ Անորոշության բարձր աստիճանը, հատկապես հայերեն տեքստում, իրավակիրառ պրակտիկայում բերելու է այսպիսի մեկնաբանությունների, երբ որ Արման Եղոյանը այստեղից ասում է, որ չկա այդպես պարտավորություն, Սոնա Ղազարյանը իր հերթին շարունակում է, լրացնում է եւ դրան գումարած, հա, մի հատ էլ այստեղից մունատ են գալիս, թե ինչի եք դուք դեմ, որ պարլամենտը մասնակցի, հակառակը։ Ես ինչքան գիտեմ, մեր ներքին օրենսդրությամբ երկրից դուրս ռազմական միավոր ուղարկելու դեպքում խորհրդարանի համաձայնությունը պետք է, բայց դա չի կարգավորվում երկկողմ համաձայնագրով։ Մոտ այն տպավորությունն է, որ ձեր հարցերը ընդամենը փորձում են ռուսալեզու լրատվականների վերնագրեր ապահովել։ Ուզում եմ հիշել, թե վերջին շրջանում կա արդյոք մի նախաձեռնություն, որը ուղղված է Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջև գործընկերության խորացմանը, որին դուք կողմ արտահայտված լինենք եւ դժվար է հիշել նման նախաձեռնություն, գիտեք։ Եթե դեմ եք այդ հարաբերությունների խորացմանը, ավելի անկեղծ կլինի ուղիղ տեքստով հայտարարել, որ դեմ եք որևէ կերպ Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջև հարաբերությունների խորացմանը։ Քվեարկությունից առաջ Գեգամ Մանուկյանը արձագանքեց Վահան Կոստանյանին։ Իրավունք չունի որևէ գործադիրի պաշտոնյա, թեկուզ ուսանողական նստարանից հետո չկայացած ասպիրանտուրայով բարձր պաշտոնի, որ այստեղ падգամավորների հարցերին գնահատականներ տա։ Հայաստանի Հանրապետության փոխնախարարը իրավունք ունի ձեր տված յուրաքանչյուր հարցին պատասխանի, այնպես ինչպես ինքը կգտնի։ Եթե դա կոռեկտության սահմաններում է, դա թույլատրելի է, նույնը վերաբերվում է ձեզ, եւ դա ձեզ իրավունք չի տալիս որևիցե մեկին գնահատական տալ։ Եթե ես հիմա սկսեմ գնահատական տալ, օրինակ ասեմ դուք եկել եք պարլամենտ մի մարդու հետո որ անգրագետ է եւ հայերեն գրել չգիտի, լավ կլինի հիմա հաճելի է ձեզ այս խոսակցությունը, կարող ենք շարունակել։
Չէ, բայց չի կարելի։ Ես էլ ավելի խորը կգնամ այդ խոսակցության մեջ, եւ մենք արդեն փորձ ենք ունեցել, որ այդ խոսակցության մեջ դուք լավ իրավիճակում չեք հայտնվելու։ Ես ձեզ խոստանում եմ, որ չեք հայտնվելու։ Ոնց որ ես 5 տարվա մեջ չեք հայտնվել, էլի չեք հայտնվելու։ Հենց որ կոռեկտությունից ու ազգային ժողովի կանոնակարգից, կարգ ու կանոնից ներսում ով դուք, որ սեռական բնույթի հայոյանք եք գրում Facebook-ում, մարդկանց ովքեր որ քվեարկում են, գոնե պետք է չխոսեք։ Լռեք։ Ընդդիմությունը հայտարարեց, որ ձեռնպահ է քվեարկելու նախագծին։ Կառավարող խմբակցության ղեկավարը հիշեց, որ նաև Հայաստան առաքելություն ուղարկելու նախաձեռնությանն է ընդդիմությունը ձեռնպահ քվեարկել, իսկ Ռուբինյանը հավելեց. Նենց ասացիք, Հայաստան խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու, ոնց որ մնացած ամեն ինչին ձեռնպահ չեք քվեարկում։ Ես առաջարկում դեմ քվեարկեք։ Սենց չի լինի, էլի, ամեն ինչին դուք ձեռնպահ եք քվեարկում։ Խմբակցությունը պիտի ունենա կարծիք։ Պարոն Կոստանյանն ասում է, ռազմական առաքելություն իրականացնելուց ազգային ժողովը սահմանադրությամբ պետք չի որ կայտ է հաստատվի։ Պարոն Եղոյանն ասում է պետք է։ Դե դուք ձեր իրար մեջ որոշեք։ Հեղինակներով, զեկուցողներով պետք է թե պետք չի որ այս դրական կարգավորումներով։ Նոր մեզ քննարկեք։ Կողմնորոշվելու բան չունեն, գոյություն ունի փաստաթղթեր, գոյություն ունի հստակ ձևակերպում եւ գոյություն ունի փաստ, ոչ թե կարծիք կամ ցանկություն կամ մեկնաբանություն։ Ձայների մեծամասնությամբ խորհրդարանը վավերացրեց համաձայնագիրը։ Որոշումը ընդունվել է։ Վարդուհի Արզումանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։